Բայց ես սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, համախոսություններ, ցիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ 2 ժամով ուղի եթեր իմ TikTok-յան ալիքով, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, կարող եք նաև հարցեր տալ նեգատիվի առկայության վերաբերյալ, իմ ուղի եթերները իրենք յուրահատուկ ուղի եթերներ են, ես նման հարցերի նույնպես պատասխանում եմ։ Եթե ես զգամ, հասկանամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը կախված է ինչ-որ նեգատивный պատճառը, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу и воскресенье у меня на ТикТоке 2-часовой прямой эфир, где я отвечаю на ваши вопросы. Я знаю много моих подписчиков, они понимают русский язык, они русскоязычные люди. Дорогие мои, вы можете задавать ваши вопросы на русском. Я с большим удовольствием на ваши вопросы тоже буду отвечать. Начинаем, дорогие мои. А вы будете активнее, поставьте лайки, подписывайтесь на мой канал. Таким образом вы будете свою благодарность отдавать на мою работу. Այսքանը սիրելիներս սկսում ենք մեր ուղի եթերը, դուք էլ ակտիվ եղեք ձեր լայքերով, ձեր սրտիկներով, ձեր նվերներով։ Շնորհակալ եմ նվերների համար։ Աննա 21 տարեկան անձնական։ Սիրելի Աննա, ձեր վրակատոմական անեսք, ձեր աստականը փակված է, ձեր ասնականը պետք է ստասվեր, քանդված, փլուզված, դուք ինքել չեք հասկանում ինչն է պատճառը։ Տեզերական ուժերը ասում են, որ պատճառը ձեր վրա, ձեր ազգի վրա կա տոհմական անեսք, որը փակում է ձեր անձնական երջանկությունը։ Սիրելի Աննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր անձնականը կլինի, ձեր անձնական կյանքի մեջ կլինի հաջողություն։ Թաթուլ 27 տարեկան անձնական։ Թաթուլ 27 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Թաթուլի համար։ Սիրելի Թաթուլ, ձեր վրա կա թուղթուկեր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեսք, ձեր անձնականը փակված է, ունի հոգեբանական խնդիրներ,
այս վերջերս այնպես իրավիճակ է եղել սիրելի թատուլ, որ դուք իրոք հոգեբանական հարված եք ստացել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի թատուլ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Պողոս Կայանե, կհաշտվեք թե ոչ։ Կամուսնանաք թե ոչ։ Պողոս Կայանե, ամուսնություն կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Պողոս, սիրելի Կայանե, կա խնդիրներ։ Փակված ոնց որ լինի ձեր հարաբերությունը, սիրելի Պողոս, սիրելի Կայանե։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ որոշակի բարդություններ ու դժվարություններ կա, բայց դուք այդ բարդությունները, դժվարությունները կհաղթահարեք եւ կլինի ամուսնություն։ Երջանիկ ամուսնություն կլինի։ Շնորհակալ եմ։ Էդգար 41 տարեկան գործնական, Էդգար 41 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Կա դժվարություններ, սիրելի Էդգար, կա դժվարություններ, սիրելի Էդգար, ձեր վրա մագիա կա, ձեր վրա կախարդանք կա, որը փակում է ձեր եւ անձնական հաջողությունը եւ գործնական հաջողությունը։ Ձեր վրա կա թուղթուղիր, որը ձեր եւ ֆինանսական հաջողությունն է քանդում եւ գործնական հաջողությունը։ Սիրելի Էդգար, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր գործերի մեջ կլինի հաջողություն եւ ձեր անձնականի մեջ կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ։ Էմիլ 29 տարեկան անձնական, Էմիլ 29 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էմիլի համար։ Սիրելի Էմիլ, ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ ձեր կյանքի մեջ, բայց հիմնականում ցույց է տալիս, որ հաջողություն կլինի սկզբում ձեր ֆինանսական ոլորտում, հետագայում նաև հաջողություն կլինի ձեր անձնական ոլորտում։ Ձեր ֆինանսական, գործնական ոլորտում հաջողություն կլինի եւ անմիջապես դրանից հետո ձեր անձնական կյանքի մեջ կլինի երջանկություն։ Էլեն 23 տարեկան աղջիկ երեխա կունենաք թե ոչ։ Էլեն 23 տարեկան աղջիկ երեխա կունենաք թե ոչ։ Այո, սիրելի Էլեն, դուք աղջիկ երեխա կունենաք։ Այո, դուք աղջիկ երեխա կունենաք։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Կարեն 20 տարեկան գործնական, Կարեն 20 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Կա խնդիրներ, սիրելի Կարեն, ձեր հայրական ազգը ամբողջովին փակված է,
որի պատճառով եւ անձնական խնդիրներ է ցույց տալիս եւ գործնական խնդիրներ է ցույց տալիս։ Եթե դուք ունեք հորեղբայրներ, հորաքույրներ, ուշադրություն դարձեք, այդ ազգի մեջ նման խնդիրներ կան, անձնական դժբախտություն, ամուսնալուծվել, երեխա ունենալու հետ կապված խնդիրներ, ֆինանսական դժվարություններ, վաղաժամ մահեր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում եւ ֆինանսական եւ անձնական կլինի հաջողություն։ Ձեր հայրական ազգը ամբողջովին փակված է, անեծքի տակ է, դա խլում է ձեր կենսական էներգիան, դրա պատճառով չեք կարողանում երջանկություն ունենաք, չեք կարողանում ֆինանսական հաջողություն ունենաք։ Լյովա, գոհար, կհաշտվեք թե ոչ։ Լյովա, գոհար, հաշտություն կլինի թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա դժվարություններ, սիրելի լյովա, սիրելի գոհար, կա դժվարություններ։ Սիրելի լյովա, սիրելի գոհար, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը չի թողնում, որ հաշտություն լինի, որպեսզի լինի հաշտություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաշտություն եւ կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Խչո 36 տարեկան ազնական, Խչո 36 տարեկան ազնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի խաչիկի համար, խաչիկ, կա խնդիրներ սիրելի խաչիկ, մի կվախեցեք, մի հիասթափվեք, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ, կա պրոբլեմներ սիրելի խաչիկ, բայց դա հաղթահարելի են, ձեր անձնական կյանքում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Տիգրան 32 տարեկան անձնական, Տիգրան 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Տիգրան 32 տարեկան անձնական, սիրելի Տիգրան, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք էլ որ ունես սիրելի Տիգրան, ձեր երազանքը կատարվելու է։ Շնորհակալ եմ։ Կաթրին 34 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կաթրինի համար։ Կաթրին 34 տարեկան, Կաթրին 34 տարեկան, սիրելի Կաթրին, կա որոշակի դժվարություններ եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում, կա խնդիրներ, կա բարդություններ, սիրելի Կաթրին, ոնց որ գլխի վրա դարած լինեք, ոնց որ ամեն ինչը հակառակ դարած լինի։ Եվ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում տարօրինակ իրավիճակ է, փակված է ամեն ինչ, սիրելի Կաթրին, փակված է անձնականը, գիտեք ինչ, շատ դժվար իրավիճակ է ցույց տալիս, սիրելի Կաթրին, ձեր վրա կա նեգատիվ, գիտեք ինչ, ոչ թե թուղթուգիր, ոչ թե անեծք, այլ սիրելի Կաթրին, ձեր վրա կա մեծ նախանց, նավս, որը չի թողնում, որ դուք առաջ գնաք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից, նաև դրեք պաշտպանություն, որովհետև դուք ինչ երազում եք, դա չի կատարվում, ինչի ում հետ կիսվում եք, դա չի կատարվում, դա էլ եմ ասում, ոչ թե թուղթուգիր է, ոչ թե անեծք է,
այլ աշկ կա, նավս կա, որը ավելի շատ դեպքերում անկան ուժեղ է լինում, որ թուղթուկրից ու անեսկից էլ ուժեղ է լինում։ Սիրելի Կաթրին, մաքրվեք, նաև պաշտպանություն տրեք։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների ու նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Մարիետա 22 տարեկան անձնական։ Սիրելի Մարիետա, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Այո, սիրելի Կաթրին, դուք կարող եք նաև ինձ դիմել։ Շնորհակալ եմ։ Էլեն 21 տարեկան, ինչ է սպասվում անձնական ոլորտում։ Էլեն 21 տարեկան, ինչ է սպասվում անձնական ոլորտում։ Կա խնդիրներ, սիրելի Էլեն, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն։ Ինչի մասին, որ դուք հիմա երազում եք, սիրելի Էլեն, ձեր երազանքները կատարվելու է։ Ամուսնություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս։ Մայրամ 19 տարեկան անձնական։ Մայրամ 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 19 տարեկան անձնական։ Սիրելի Մայրամ, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Մայրամ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Սևո 32 տարեկան ֆինանսական։ Սևո 32 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սևոյի համար։ Սևո 32 տարեկան ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Սևո, և ֆինանսական ոլորտում, և անձնական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի Սևո, կա խնդիրներ, բայց նաև կա հաղթանակ, որոշակի ժամանակ է ցույց տալիս, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Շնորհակալ եմ։ Կայանե 43 տարեկան, ինչ է սպասվում։ Կայանե 43 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։ Հաջողություն է սպասվում, սիրելի Կայանե, եթե խնդիրներ էլ կա, պրոբլեմներ էլ կա, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ։ Դուք այդ խնդիրներից էլ, պրոբլեմներից էլ կարողանալու եք դուրս գալ։ Հնարավոր է երկրից դուրս գալու հնարավորություն, հնարավոր է այլ երկրում ապրելու հնարավորություն։ Գիտեք ինչ, սիրելի Կայանե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Նվերների, լայքերի ու սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։
Նարեկ 18 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի համար։ Նարեկ 18 տարեկան ընդհանուր։ Սիրելի Նարեկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություններ, լինելու է հաղթանակներ, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, Նարեկ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Նաիրա 52 տարեկան անձնական։ Նաիրա անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նաիրայի համար։ Սիրելի Նաիրա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, քանի քնա ավելի կվատանա, ավելի կբարտանա։ Սիրելի Նաիրա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Գոր 40 տարեկան ֆինանսական, Գոր 40 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գորի համար։ Կա խնդիրներ սիրելի Գոր, սիրելի Գոր, ձեր վրա մագիա կա, ձեր վրա կա թուղթուգիր, որը ձեր ֆինանսական հաջողությունը տանում է, ձեզանից կողացած է ձեր ֆինանսական հաջողությունը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գոր, եւ կլինի հաջողություն։ Ձեր ֆինանսների, ձեր ֆինանսական հաջողության վրա կա խարտանք, կա մագիա կա, որը խլում է ձեր ֆինանսական հաջողությունը։ Ինչ ձեռ տալիս, սիրելի Գոր, չի ստացվում։ Ընդհարկարակը մինուսներ, պարկեր, դիմեք էքստրասենսի, մաքրվեք եւ կլինի ֆինանսական հաջողություն։ Շնորհակալ եմ։ Ալբերտ 22 տարեկան, գործնական, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալբերտի համար։ Ալբերտ հաջողություն է ցույց տալիս սիրելի Ալբերտ, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Ալբերտ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում։ Կարեն 41 տարեկան ֆինանսական անձնական, Կարեն 41 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Կա խնդիրներ սիրելի Կարեն, ոչ միայն ֆինանսական, նաև անձնական ոլորտում կա խնդիրներ։ Գիտեք ինչ, սիրելի Կարեն, ամեն ինչ գլխի վրա է ոնց որ տարած, բայց մի վախեցեք, ճիշտ է, ցույց է տալիս, որ դժվարություններ կա, բարդություններ կա, մի վախեցեք, մի հիասթափվեք, մի թևաթափ եղեք, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ եւ դուք կարողանալու եք այս ֆինանսական դժվարություններից հաղթանակով դուրս գալ։ Ճիշտ է, որոշակի ժամանակ է ցույց տալիս, բայց դուք կարողանաք այդ իրավիճակից հաղթանակով դուրս գալ։
Շնորհակալ եմ, Հերմինե 43 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 43 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Հերմինե, եւ ազնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, ոնց որ քնած լինի եւ ազնականդ, եւ ֆինանսականդ, պարկեր կա, դժվարություններ կա, խնդիրներ կա, ազնական ոլորտում նույնպես կա դժվարություններ։ Գիտեք ինչ, սիրելի Հերմինե, այստեղ ցույց է տալիս, որ ձեր երազանքները շատ մեծ դժվարությամբ են կատարվում, որովհետև ձեր վրա կա նավս, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա Սիրելի Հերմինե, դուք ինչին ձեռ եք տալիս, քանդվում է, դուք վախենում եք նույնիսկ երազել, որովհետև ձեր երազանքները ընդհանրապես չեն կատարվում։ Սիրելի Հերմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի մեջ կմտնի լրիվ ուրիշ ժամանակահատված։ Արդեն ձեր երազանքները կիրականանան։ Ցույց է տալիս, որ կա նեգատիվ, որ ամեն ինչ փակում է, սիրելի Հերմինե։ Գրիգոր 43 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գրիգորի համար։ Գրիգոր 43 տարեկան ֆինանսական անձնական։ Շնորհակալ եմ։ Գրիգոր 43 տարեկան ֆինանսական անձնական։ Սիրելի Գրիգոր, ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդիրը պրոբլեմը թողնում եք անցյալում, մտնում եք երջանկության ժամանակահատված եւ անձնական երջանկության եւ ֆինանսական հաջողության։ Նույնիսկ եթե խնդիրներ կար պետական, իրավական, ֆինանսական տղներում, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Արմինե 20 տարեկան անձնական։ Արմինե 20 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեին։ Կա դժվարություններ, սիրելի Արմինե։ Սիրելի Արմինե, ձեր անձնականը պետք է ստացվեր, չստացվեց։ Շատ մեծ հոգեբանական տրավմայի մեջ եք։ Սիրելի Արմինե, ձեր ազգի վրա կա տոհմական անեծք, որը փակում է ձեր անձնական երջանկությունը։ Այս տոհմական անեծքը ոչ միայն ձեր անձնական ոլորտի վրա է ազդում, ձեր գործնական ոլորտի վրա է ազդում, ձեր ողջ ազգի վրա է ազդում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ երջանկություն կլինի, եւ հաջողություն կլինի։ Անտեղի ժամանակ մի կորցրեք, որովհետեւ այդ ժամանակը, որ կորցնեք, հետագայում այդ ժամանակը չեք կարողանա վերադարձնել։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Վիկտորիա 35 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վիկտորիայի համար։ Վիկտորիա 35 տարեկան։ Սիրելի Վիկտորիա, ձեր վրա կա թողթոկեր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով սիրելի Վիկտորիա, ճիշտ է, Վիկտորիա նշանակում է հաղթանակ, բայց դուք հիմիկվադրությամբ ոչ թե հաղթանակած եք, այլ պարտված վիճակ է։
Չկա անձնական, չկա գործնական, ամեն ինչ թերի, ամեն ինչ կիսատ է, սիրելի Վիկտորիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ նոր ձեր կյանքի մեջ կմտնի հաղթական ժամանակահատված, նոր ձեր կյանքը եւ ձեր անունը իրար կհամապատասխանեն, սիրելի Վիկտորիա։ Շնորհակալ եմ, կարառողջական խնդիր նաև սիրելի Վիկտորիա, նեգատիվը այնքան ուժեղ է, որ դա բերում է ձեր մոտ նաև առողջական խնդիրներ, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների ու նվերների համար։ Աննա 37 տարեկան, անձնական, Աննա 37 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Սիրելի Աննա, ձեր վրա կա տոհմական անեզք, մայրական ազգը ամբողջովին հիվանդ է, մայրական ազգի վրա կա շատ մեծ անեզք, շատ մեծ նեգատիվ էներգիա, որը կողանում է ձեր էներգիան, որը չի թողնում, որ դուք առաջ գաք։ Գիտեք ինչ, այնպիսի հիմա կակնած եք, այնպիսի փագու առաջ, որ ելքեր չկան, իրոք ելքեր չկան։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի ելք եւ կլինի հաջողություն։ Ձեր մայրական ազգի մեջ վաղաժամ մահեր շատ կան։ Սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ։ Աղունիկ 33 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի աղունիկի համար։ Աղունիկ 33 տարեկան, սիրելի աղունիկ, տոհմական անեզք կա ձեր ազգի վրա, եւ հայրական ազգը եւ մայրական ազգը փակված է։ Սիրելի աղունիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքից, այս մագիայից, այս անեծք էներգետիկայից մաքրվեք, որպեսզի ձեր կյանքի մեջ լինի հաջողություն։ 33 տարեկանը սիրելի աղունիկ, դա մարդկանց համար շրջադարձային տարիք է։ Եթե չկա նեգատիվ ու մարդը ավելի մեծ հաջողությունների է հասնում, իսկ եթե կա նեգատիվ, մարդը ամեն ինչ կորցնում է։ Սիրելի աղունիկ, դուք այս շրջադարձային իրավիճակի մեջ եք, մաքրվեք, որպեսզի նույնիսկ այնինչի վրա, որ հենվում եք, դրանք էլ չքանդրեն, որովհետև նույնիսկ բաներ էլ չկա, որի վրա, որ դուք հենվեք։ Աննա 58 տարեկան, առողջական, Աննա 58 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Աննա, կա խնդիրներ, մի կվախեցեք, ձեր մոտ վախ կա, բայց մի կվախեցեք, անպայման կատարեք բժիշկների ցուցումը, կլինի լավացում, կլինի ապաքինում, սիրելի Աննա, լավացում եմ տեսնում, բարև ձեզ, շնորհակալ եմ, անչափահասներին չեմ նայում, Սվետա 44 տարեկան, անձնական, Սվետա 44 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։
Սիրելի Սվետա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Սվետա, ձեր երազանքները նպատակները կատարվելու են, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս սիրելի Սվետա։ Որիս 38 տարեկան միացում կլինի, թե ոչ։ Որիս 38 տարեկան միացում կլինի, թե ոչ։ Այո, սիրելի Որիս, միացում կլինի։ Այո, միացում կլինի։ Միացում կլինի, սիրելի Որիս։ Դուք այս իրավիճակից հաղթանակով դուրս եք գալիս։ Կա խնդիր, կա պրոբլեմ, բայց նաև կա լուծում։ Միացում կլինի։ Վարդ 52 տարեկան անձնական։ Վարդ 52 տարեկան անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի վարդի համար։ Սիրելի վարդ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ջուր վախեր կա, խնդիրներ կա, պրոբլեմներ կա, բայց ցույց է տալիս, որ Աստվածը, տիեզերական ուժերը ձեր թեմ բացում է հնարավորություն եւ ձեր ոչ միայն անձնական, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ սիրելի վարդ լինելու է հաջողություն, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցը։ Մերի 30 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերի համար։ Մերի 30 տարեկան միացում կլինի, թե ոչ։ Մերի 30 տարեկան միացում կլինի, թե ոչ։ Այո, սիրելի Մերի, միացում կլինի։ Միացում կլինի, սիրելի Մերի։ Ձեզ անձել աշխարհուսակ եմ սպասում, միացում կլինի, սիրելի Մերի։ Շնորհակալ եմ, լայքերի, շնորհակալ եմ։ Անչափահասներին չեմ նայում։ Շնորհակալ եմ։ Լիլիթ 47 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 47 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ։ Գիտեք ինչ, կա խնդիրներ, բայց նաև կա լուծում։ Հատկապես ձեր անձնական ոլորտում դուք այդ խնդիրներից կկարողանաք հաջողությամբ դուրս գալ։ Կա խնդիրներ, բայց նաև կա լուծում, սիրելի Լիլիթ։ Հաջողությունն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եւ անձնական, եւ գործնական։ Խնդիրներից դուք հաղթանակով դուրս եք գալու, մի վախեցեք, բայց հատկապես ձեր անձնական ոլորտում սկզբնական շրջանում լինելու է այդ հաղթանակը։ Սարգիս 19 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սարգիսի համար։ Սարգիս 19 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Սարգիս։ Սիրելի Սարգիս, ձեր ազգի վրա կա թուղթուգիր, ձեր ազգի վրա կա անեծք, որը ձեր կյանքի բոլոր ոլորտներում բերելու է խնդիրներ։
Հնարավոր է պետաիրավական դռների հետ խնդիրներ։ Սիրելի սարքիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր ազգի մեջ խնդիրներ են, իրավական խնդիրներ, դատվածություն, բաժանություն, մահեր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Մարիա 24 տարեկան անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիայի համար։ Մարիա 24 տարեկան անձնական, սիրելի Մարիա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազակ նպատակ որ ունեք սիրելի Նաիրա, սիրելի Մարիա, ձեր երազակները, նպատակները կատարվելու են, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Մարիա, հաջողություն։ Շնորհակալ եմ։ Լիլիթ, Անուշիկ 28 տարեկան անձնական, Անուշիկ 28 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշիկի համար։ Սիրելի Անուշիկ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա կախարդանք կա, ձեր վրա մագիա կա, ինչպես կրնա նման իրավիճակում լինի անձնական։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Անուշիկ, նոր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Այս նեգատիվը ամեն ինչ խառնում է, այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, սիրելի Անուշիկ, մաքրվեք, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Աննա 47 տարեկան անձնական, Աննա 47 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Աննա, սիրելի Աննա, ձեր անձնականի վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը սիրելի Աննա, ձեր ձեռից տարան, դուք էլ չհասկացաք, թե ինչպես տարան, սիրելի Աննա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի անձնական և կլինի երջանկություն։ Եթե կա Շնորհակալ եմ նվերների, լայքերի, հրիփսիմե 21 տարեկան կբաժանվեք, թե ոչ, հրիփսիմե 21 տարեկան բաժանություն կլինի, թե ոչ, չեմ տեսնում բաժանություն, ճիշտ է ծանր իրավիճակ է սիրելի հրիփսիմե, բայց բաժանություն չեմ տեսնում, դուք այս իրավիճակից հաղթանակով եք դուրս գալիս, սիրելի հրիփսիմե, հաղթանակ է ցույց տալիս, հաջողություն է ցույց տալիս,
Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Մարինե 26 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, մեր սիրելի Մարինեի համար։ Մարինե 26 տարեկան։ Սիրելի Մարինե, ձեր տան վրա, ձեր ընտանիքի վրա կա թուղթուկիր, ձեր ազգի վրա կա նեգատիվ, որը ամեն ինչ փակում է։ Հենց հիմա դուք նման իրավիճակի մեջ եք, պետք է ձեր կյանքի մեջ լիներ երջանկություն, ամեն ինչ քանդվեց։ Սիրելի Մարինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի դուք կարողանաք այս փակուղուց, այս խնդրից հաղթանակով դուրս գալ։ Քանի գնա դուք ավելի վատ իրավիճակի առաջ եք կանգնելու։ Ամեն ինչ փակում է այդ նեգատիվ աղջիկ ջան։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի երջանկություն։ Ստավ 25 տարեկան անձնական։ Ստավ 25 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ստավի համար։ Սիրելի Ստավ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում, դուք հնարավորություն ունեք նաև այլ երկրում ապրելու, այլ երկրում ամուսնանալու, այլ երկրում աշխատելու, հաջողություն է ցույց տալիս սիրելի Ստավ, ձեր կյանքի եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Շնորհակալ եմ։ Գալինա 33 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գալինայի համար։ Գալինա 33 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Գալինա։ Սիրելի Գալինա, ցույց է տալիս, որ ձեր վրա, ձեր ազգի վրա կա տոհմական անեծք, որը որ եւ ձեր անձնականն է փակում, եւ ձեր գործնականն է փակում։ Դուք կաք բելկով գալիս է, բդդում եք, եւ ձեր կյանքի ոչ մի ոլորտում չի լինում հաջողություն։ Մի քայլ առաջ ես գնում 15 քայլ հետ։ Սիրելի Գալինա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն, եւ գործնական ոլորտում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ։ Նաիրա 42 տարեկան անձնական։ Նաիրա 42 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նաիրայի համար։ Սիրելի Նաիրա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր անձնականը փակված է, նաև այս թուղթուկիրը, այս նեգատիվը բերում է ձեր մոտ առողջական խնդիրներ եւ սիրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ կա եւ հորմոնալ ֆոնի հետ կապված։ Սիրելի Նաիրա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական երջանկություն եւ կլինի հաջողություն, նաեւ ձեր առողջական խնդիրները ավելի չեն բարդանա։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Հենց ջան, ազիզ բաժակամնցի բաղջուր կբերես մեր ջանիդ։ Շնորհակալ եմ նվերների, շնորհակալ եմ լայքերի համար։ Դիանա 24 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դիանայի
համար Դիանա 24 տարեկան Կա խնդիրներ սիրելի Դիանա հատկապես անձնական ոլորտում եղավ բարդություն, եղավ դժվարություն պետք է լիներ ամուսնություն չստացվեց սիրելի Դիանա ձեր մեջ վախեր կա որ դուք ձեր անձնական կյանքում ունենալու եք միշտ պրոբլեմներ բայց մի վախեցեք սիրելի Դիանա այն ինչ որ կատարվել է ձեր անձնական կյանքում Հա, տեսնենք մի վախեցեք ձեր անձնական կյանքի մեջ լինելու է երջանկություն ինչ երազանք նպատակ որ ունեք ձեր երազանքները նպատակները կատարվելու են շնորհակալ եմ ձեր լայքերի ձեր սրտիկների համար շատ շնորհակալ եմ Շատ շնորհակալ եմ սիրելիներս Կարեն Հասմիկ անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի և Հասմիկի համար կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ ոնց որ գլխի վրա տարած լինի ձեր անձնականը բայց մի վախեցեք ճիշտ է խնդիրներ կա ձեր անձնական ոլորտում սիրելի Կարեն սիրելի Հասմիկ բայց դուք հնարավորություն եք ունենալու ձեր այդ խնդիրներից եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում դուք խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս ձեր դեմ հաջողության ճանապարհ է բացվում խնդիրներից դուք դուրս եք գալիս հաղթանակով Հովսեփ 31 տարեկան տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հովսեփի համար Հովսեփ Սիրելի Հովսեփ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եթե խնդիրներ կար պետական դռների, ֆինանսական դռների, իրավական դռների հետ կապված, սիրելի Հովսեփ, դուք այդ դռներից էլ, այդ խնդիրներից էլ հաղթանակով դուրս եք գալիս, հատկապես ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, սիրելի Հովսեփ։ Շնորհակալ եմ։ Կարինե, 46 տարեկան, ֆինանսական։ Կարինե, 46 տարեկան, ֆինանսական։ Կարինե, 46 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։
Սիրելի Կարինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա։ Ամբողջովին փակված է ֆինանսավանը, պարկեր, վարկեր, պետական դռների հետ խնդիրներ, կա նաև առողջական խնդիրներ, սիրելի Կարինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա նեգատիվ, որը ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրների առաջացնում, ամեն ինչ փակում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Մայրամ 52 տարեկան անձնական Մայրամ 52 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար Մայրամ 52 տարեկան անձնական Սիրելի Մայրամ, եթե նույնիսկ ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ, իմացեք, որ դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, պրոբլեմները թողնում եք անցյալում եւ ձեր դեմ սկսվում է հաջողության ժամանակահատվածը։ Կա խնդիր, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ինչ երազանքել որ ունեք ձեր անձնական ոլորտի հետ կապված, ձեր երազանքը կատարվելու է։ Քրիստինե 47 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Քրիստինե 47 տարեկան անձնական Կա խնդիրներ սիրելի Քրիստինե, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, գիտեք ինչ փակված է ձեր անձնականը, սիրելի Քրիստինե, եւ անձնականը, եւ գործնականը, ամեն ինչ խնդիրներ, ամեն ինչ պրոբլեմ են։ Սիրելի Քրիստինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված։ Այնպիսի գործողություն է արած, որ դուք չկարողանաք շնչեք, դուք չկարողանաք երջանիկ լինեք։ Սիրելի Քրիստինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Շուշաննա 25 տարեկան անձնական Շուշան 25 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Շուշաննայի համար Շուշան 25 տարեկան անձնական Դժվարություններ եղավ ձեր անձնական ոլորտում, սիրելի Շուշաննա։ Սիրելի Շուշաննա, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակեց ձեր անձնական հաջողությունը։ Պետք է լիներ երջանիկ իրավիճակ, այդ երջանիկ իրավիճակը տարավ շատ ցավոտ բաժանություն։ Սիրելի Շուշաննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, անտեղի ժամանակ մի կկործրեք, սիրելի Շուշան, անտեղի ժամանակ մի կկործրեք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Լուսինե 50 տարեկան Աբագա, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեին։ Այո, ես մաքրման գործողություն կատարում եմ, ես պաշտպանություն դնում եմ, ես անձնական հարաբերություններ ակտիվացնում եմ, ես բոլոր ոլորտներում էլ աշխատում եմ, կարող եք նաև ինձ դիմել։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե Սիրելի Լուսինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ լինելու է հաջողություն։ Շատ մեծ երազանք ունեք, ձեր այդ երազանքը կատարվելու է։
Տիրոջ աճը ձեր վրա է, խնդիրներից դուք հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Լուսինե, բոլոր ոլորտներում հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Եթե մանրամասն եք ցանկանում, կարող եք անհատական ինձ դիմել, ես ձեզ մանրամասն կնայեմ։ Շնորհակալ եմ, Զարա, 27 տարեկան, ընդհանուր։ Զարա, 27 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Զարայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Զարա, բայց մի քվախեցեք, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում էլ լինելու է հաջողություն։ Նեղությունը, խնդիրը, պրոբլեմը, սիրելի Զարա, թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, հատկապես սկզբից ֆինանսական ոլորտում է լինելու հաջողություն, հետագայում նաեւ անձնական ոլորտում, սիրելի Զարա։ Ես ձեզանից եմ շնորհակալ, ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների, շատ շնորհակալ եմ։ Գայանե, 37 տարեկան, անձնական։ Գայանե, 37 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Սիրելի Գայանե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Գայանե, ձեր անձնական ոլորտում։ Եթե ձեզ անհրաժեշտ է իմ հեռախոսահամարը, իմ կոորդինատները, իմ բոլոր ալիքների վրա, TikTok-յան, YouTube-յան, բոլոր ալիքների վրա, բոլոր տեսահոլովակների վրա իմ հեռախոսահամարը գրված է, իմ կոորդինատները կան։ Եթե չեք էլ կարողանում գտնել, անձնականից նամակով ուղարկեք, ես կուղարկեմ։ Գրեք հենց TikTok-յան ալիքով, ես կուղարկեմ ձեզ իմ հեռախոսահամարը։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Telegram-յան ալիքներում, Facebook-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզի սրտե նվիրում եմ։ Բարև ձեզ, այժմ 2 ժամով մտածեմ ուղիղեթեր TikTok-յան ալիքով, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Շնորհակալ եմ։ Լիլիթ, 27 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ, 27 տարեկան։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ձեր մեջ վախեր կան։
դուք չեք կարողանում ճիշտ որոշում կայացնել, սիրելի Լիլիթ, եթե մի կողմ լույսն է, մի կողմ խավար, այս նեգատիվը, սիրելի Լիլիթ, չի թողնում, որ դուք գնաք դեպի լույսին, ընդհակառակը խավար, դա եւ ֆինանսական ոլորտի հետ է կապված, եւ անձնական ոլորտի հետ է կապված, սիրելի Լիլիթ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս տոմական նեգատիվից դուք մաքրվեք, որպեսզի խնդիրները ավելի շատ չբարձրանան, որովհետև այս ներքին վախը, այս տարօրինակ տագնապը ձեր մոտ նաև հոգեբանական խնդիրներ ու խանգարումների առաջ կկանգնեցնի։ Մաքրվեք, որպեսզի լինեք երջանիկ, որպեսզի լինեք առողջ, սիրելի Լիլիթ։ Տարօրինակ իրավիճակ է, ոնց որ հասունացած չլինես, այդ նեգատիվը ամեն ինչ փակում է, չես կարողանում ճիշտ որոշումներ կայացնես։ Շնորհակալ եմ լայքերի, նվերների համար, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Արփինե 41 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար, Արփինե 41 տարեկան, սիրելի Արփինե ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, կա առողջական խնդիր և ձեր հնա ողնաշարի հետ կապված կա ուժեղ խնդիր, սիրելի Արփինե, գիտեք ինչ, այս նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ է առաջացնում, նաև առողջական ոլորտում ամեն ինչ փակված է։ Գիտեք ինչ, դուք ոչ թե քայլում եք մի քայլ առաջ, դուք 10 քայլեր հետև եք գնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի ձեր կյանքի մեջ լինի հաջողություն, որպեսզի ձեր կյանքի մեջ լինի երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Ես ձեզանից եմ շնորհակալ, ձեր նվերների, ձեր լայքերից, շատ շնորհակալ եմ։ Արտյոմ 45 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար, Արտյոմ 45 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Արտյոմ, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Խնդիրներ կան, բայց այդ խնդիրները լուծելի են, այդ խնդիրները ժամանակավոր են, այդ խնդիրների լուծման համար ձեզ շատ քիչ ժամանակ է մնացել, կլուծեք և այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս կգաք, սիրելի Արտյոմ։ Շնորհակալ եմ։ Հայ Արփի 34 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հայ Արփիի համար, Հայ Արփի 34 տարեկան, սիրելի Հայ Արփի, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, և անձնական խնդիրներ կա, և գործնական խնդիրներ կա, նույնիսկ կանգնած չեք, սիրելի Հայ Արփի, ոչ թե զրոյական, նույնիսկ իրավիճակ է, այլ արդեն գնում եք բացասական, մինուս, ինչի վրա հիմնվում եք, ամեն ինչ փլուզվում է, սիրելի Հայ Արփի, շատ մեծ
վտանգավոր իրավիճակի առաջ կանգնեցիք եւ ավելի վատ իրավիճակի առաջ եք կանգնելու։ Սիրելի հայ արփի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որպեսզի այս տարօրինակ վատ իրավիճակներից դուք կարողանաք հաղթանակով դուրս գալ, մաքրվեք այս նեգատիվից։ Եվ պետական դռների հետ կապված խնդիրներ, եւ ֆինանսական, եւ բուժ հիմնարկություններ, եւ իրավական, սիրելի հայ արփի, դուք աշկ չեք բացում, մի խնդիրից մտնում եք մյուս խնդիր եւ ոչ մի խնդիր էլ չեք կարողանում ավարտի հասցնել։ Շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Նարինե 40 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 40 տարեկան։ Սիրելի Նարինե, ձեր վրա կա տոհմական անեծք, ամեն ինչ փակված է։ Ամեն ինչ փակված է, ոչ ասնական կա, ոչ գործնական կա, վազ կան շատ է ու անապարդյուն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն եւ կլինի երջանկություն։ Ամեն ինչ փակված է, ամեն ինչ։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Աննա 28 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Աննա։ Սիրելի Աննա, ձեր առողջական խնդիրը դա սովորական ֆիզիոլոգիական խնդիր չէ։ Ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, որը բերել է նման առողջական բարդության առաջ է կանգնեցրել, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապաքինում։ Սիրելի Աննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի բուժօգնությունը ձեզ օգուտ տա։ Քանի կայս նեգատիվը բժիշկների ցուցումներ չեն օգնի, կլինի խնդիրը ավելի կբարձրանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր առողջական պրոբլեմը ձեր վրայի կատարված թուղթու գրի արդյունքն է։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Նվեր 28 տարեկան։ Չէ, ես նման հարցի չեմ պատասխանում։ Նվերը ինչ է ուզում Աննայից, այդ դեպքում դա ուրիշ մարդու վերաբերյալ է այդ հարցը, դու կարող ես անհատական տալ։ Բարև ձեզ։ Նման հարցերին չեմ պատասխանում մասսայական։ Ալեքսանդր 40 տարեկան, ֆինանսական։ Ալեքսանդր 40 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալեքսանդրի համար։ Ալեքսանդր 40 տարեկան, ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Ալեքսանդր, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն
Եթե նույնիսկ ֆինանսական խնդիրներ եկա, դուք այդ ֆինանսական խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Ալեքսանդր։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների, շնորհակալ եմ նվերների համար։ Կարինե 20 տարեկան անձնական, Կարինե 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Սիրելի Կարինե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք սիրելի Կարինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Կամո 67 տարեկան առողջական, Կամո 67 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կամոյի համար։ Սիրելի Կամո, ձեր առողջական խնդիրը դա ոչ թե սովորական խնդիր է, ձեր վրա, ձեր տան վրա կա թուղթուկիր մագիա, որը բերել է նման առողջական բարդության առաջ է կանգնեցրել, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ավագինում, սիրելի Կամո, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, բժիշկների ցուցումի հետ նաև ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, նոր կլինի առողջացում։ Եթե մաքրման գործողություն չլինի, սիրելի Կամո, քանի կնա ավելի կվատանա, դանկավոր իրավիճակ է ցույց տալիս ձեր առողջական ոլորտում։ Այս նեգատիվը որ մաքրեք, հնարավոր է որ լինի լավացում, հնարավոր է որ լինի ավագինում։ Ձեր հիմնական խնդիրը դա թուղթուկրն ու անեզկն է, որ բերել է նման ֆիզիոլոգիական բարդության առաջ է կանգնեցրել։ Նման դեպքերում ոչ միայն պետք է բժիշկների ցուցումը կատարեք, նաև պետք է ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, որպեսզի լինի լավացում, առողջացում։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ նվերների, լայքերի ու սրտիկների համար։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ալեքսանդր 40 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալեքսանդրի համար։ Ալեքսանդր 40 տարեկան առողջական, կա խնդիրներ սիրելի Ալեքսանդր, բայց նաև կա ապակինում, կա լավացում, կդարեք բժիշկների ցուցումը և կլինի ապակինում, կլինի լավացում, դուք կառողջանաք սիրելի Ալեքսանդր, առողջություն է ցույց տալիս, առողջացում է ցույց տալիս, բայց բժիշկների ցուցումը պետք է կատարեք։ Շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, որպեսզի ես կարողանամ ձեր հարցերին պատասխանեմ։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Աննա 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 34 տարեկան անձնական, սիրելի Աննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք սիրելի Աննա, ձեր երազանքները, ձեր նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ։ Արմիդա 31 տարեկան անձնական, Արմիդա 31 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմիդայի համար։ Արմիդա 31 տարեկան անձնական, սիրելի Արմիդա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը ձեր անձնականը փակված է, չկա անձնական, ամեն ինչ քանդված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական եւ կլինի երջանկություն։ Ձեր վրա շատ մեծ նեգատիվ կա, սիրելի Արմիդա, որը ամեն ինչ փակում է, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, ամեն ինչ խնդիրներ ու պրոբլեմներ են։ Շնորհակալ եմ, Լամարա 20 տարեկան անձնական, Լամարա 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լամարայի համար։ Սիրելի Լամարա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք սիրելի Լամարա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ։ Վանուի 31 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վանուհու համար։ Վանուհի 31 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Վանուի, կա խնդիրներ։ Սիրելի Վանուի, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը հիվանդ է, ձեր անձնականը չկա, ձեր անձնականը կորած ու փախած է։ Սիրելի Վանուի, որովհետև ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Վանուի, որպեսզի լինի անձնական երջանկություն, մաքրման գործողություն կատարեք, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր անձնական ոլորտում փոփոխություն կլինի 1000%, փոփոխություն կլինի, երջանիկ կլինեք դուք սիրելի Վանուի։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Καλησπέρα. Θα παίξουμε ένα παιχνίδι. Здравствуйте. Սիրելիներ, ես այսօր ավարտում եմ իմ ուղի եթերը, ում ոչ չկարողացա հարցերին պատասխանել, կմիանանք հաջորդ ուղի եթերին, նոր կպատասխանեմ ձեր հարցերին։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների, ձեր մեկնաբանությունների համար։ Հաջորդ շաբաթ կիրակի այս կիրակի չեմ մտնի ուղի եթեր, որովհետև մեր մոտ վարդեվոր է։ Վաղը չեմ մտնելու սիրելիներս, վաղը մեր մոտ վարդեվոր է։ Վաղը չեմ մտնելու, ուղի եթեր մտնելու եմ հաջորդ շաբաթ կիրակի։ Վաղը վարդեվոր է, Սուրբ տոն է։ Սաթեն 22 տարեկան անձնական ֆինանսական։ Սաթեն 22 տարեկան անձնական ֆինանսական։ Սիրելի Սաթեն, ձեր վրա կատողմական անեզք եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Սաթեն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ Այս նեգատիվը ամեն ինչ փակում է, դուք երիտասարդ եք, մի վախեցեք, մաքրվեք եւ կտեսնեք ինչպես է երջանկությունը։ Նարա 21 տարեկան անձնական, Նարա 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարայի համար։ Նարա 21 տարեկան անձնական։ Սիրելի Նարա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունես, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Արմեն 34 տարեկան անձնական։ Արմեն 34 տարեկան անձնական։ Արման 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար։ Սիրելի Արման, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական եւ կլինի երջանկություն։ Ձեր վրա թուղթուկիր կա կատարված, որը փակում է ձեր անձնականը։ Սիրելի Արման, չկա անձնական։ Շնորհակալ եմ։ Մարիա 21 տարեկան անձնական։ Մարիա 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիայի համար։
Սիրելի Մարիա, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն եւ կլինի երջանկություն։ Ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, սիրելիս, ձեր անձնականը փակված է։ Այսօր ավարտում եմ, սիրելիներս։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով, իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցրեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզի սրտի նվիրում եմ։ Այսքանը, սիրելիներս, վաղը ես չեմ մտնի ու եթեր, վաղը Սուրբ տոն է, վարդևորն է, ես վարդևորը տոնելու եմ, այսքանը, սիրելիներս, մեր վարդավառը տոնելու ենք, դուք էլ տոնեք, թող ձեր Սուրբ վարդավառն էլ լինի, այսքանը, սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։